Բարի խաղաղ առավոտ բոլորիս սիրելի հետևորդներ ջան։ Այսօր ամռան առաջին օրն է, հունիսի 1-ը։ Եվ ոչ միայն, դե լավ գիտեք, երեխաների պաշտպանության օրն է ամբողջ աշխարհում։ Անկախ ազգից, անկախ մաշկի գույնից, մեր երեխաները թող որ երջանիկ մանկություն ունենան։ Եվ ամենագլխավորը, խաղաղ երկինք, կապույտ երկինք, ահա այսպիսին, վառ ու պայծառ շողշողացող արևով։ Եվ մեր երեխաների առողջությունն ու ժպիտը անպակաս լինի։ Եվ իհարկե, վարակիչ է այդ ամենը, երբ մեր երեխաները առողջ ու երջանիկ են, դա մեզ վարակում է և մենք էլ մեզ լավ ենք զգում։ Շատ բարի մաղթանքներ կարող եմ ասել, շատ երկար կարող եմ այդ քաղցր խոսքերը թվարկել և մեկ բառով ուզում եմ ասել, որ Աստված պահապան լինի բոլորին, չէ որ երեխաները այս աշխարհի սերունդն են, որ պիտի շարունակեն։ Դե ինձ սիրելի հետևորդներ ջան, մենք էլ ուրախանանք այդ ամենով և անցնենք մեր առօրյա գործերին։ Սիրելի հետևորդներ ջան, ավազը բերի, ներքի ճամփումն է, պապարոտ արավ, գալիս է ավտոն, ես վառոտնին բաց անեմ։ Էլի էտա։ Բայց ստի չգիտեմ խաղողի թալվարի տակը մի քիչ ծծացել է, կարալ տիրանց կենա թե չէ։ Հեսա կկա կտենանք։ Սրավաչին քար չի դրի, ստի էլ ունեի քար, այս թե սա ժաշ չի կա։ Pravdahanն են շոք հավրնել, ամար։ Եկավ ավտոն։ Ստի լավ դիպա էլի, ես էլ որ բարձած ա։ Ետ գնաց որ նոր թափով կա։ Արի։ Սիրելի հետևորդներ ջան։ Էդ մի մաջալով իր քաշը էլի։ Եկավ։ Հոպ։ Լապատկա բերեմ,
Կտրե ոչ վազը։ Ես կոֆե դնեմ սիրելի հետևորդներ ջան։ Շնորհքալ էլի։ Մանավանդ որ ծանոթ մարդ առնում, ամեն ինչ կապում, ծանոթ, հանծանոթ։ Մեր սովորությունն է դարձել գոնե մի կոֆե հարգում հյուրասիրում ենք։ Գումարը գումար, հարգանքը հարգանք, սիրելի հետևորդներ ջան։ Մենք այդպիսին ենք։ Լվացքուն եմ միացրած։ Ուտտվում է լվացքս, ուրեմն տեսնեմ ինչ եմ անում։ Բաժակայում եմ տեսնեմ։ Նախապես մի քիչ պատրաստվել էի։ Հետո ասեցի լավ, դե կգա Սամասվարկանի ավազը, հետո նոր, բայց հատկապես երկու բաժակը ավելի երկար է եփելու, ես մի հատ գնամ տեսնեմ։ Մի մասը չի իջել Սամասվարից, այդ մարդը բարձրացել է լապատկով, սենց իջացնում է այդ ավազը, թալվարը շատ խանգարեց էլի, եթե միշտ չել բարձրացներ, կպոկ էր թալվարը, և բարի մարդիկ առանց նեղվելու, առանց մի որևէ արտահայտություն անելու, բախի ասեց, բախիա, Սամասվարկանեի, կգնեի, տենց հիմա այն մնացածը, որը Սամասվարյանը ռիվ չի բարձրացել, ինքը բարձրացել է ու գոշլուպատը ներքև է իջացնում, կրտքրթոցները լսվում է երևի։ Ես մի հատ դուրս գնամ, հետո կգամ կոֆեն կտանեմ, սիրելի հետևորդներ ջան։ Նման դեպքերում մենք էլ չէ անհանգստանում, ասեց պետք չի շատ հանգիստ գնալ կոֆեի նայի, այս բոմբոներ կան, պիտի հյուրասիրեմ, որ արդեն այսքան ադարել, այնքան համուվա, մերսի բամբաներ կան, այս որ ես կոֆեն հիմա եփվի, հիմա սկուպերը մեջ դնեմ, պատուհանը կբացեմ, էլ չեմ պտտվում, կողմով գնամ։ Այս սենսրիվի հետևորդներ ջան, առաջի քայլը կատարեցի իմ բալկոնի վերանորոգման։ Այդպես, դեպքում անհանգիստ եմ։ Դեր շատ կա։ Ճամփու դրի ավազի ավտոին, սիրելի հետևորդներ ջան, մեր բնավորությունը հենց է, անկախ նրանից, ինչ ավտոյա գալի մեր դուրը, ինչ նպատակով, թե գործանելու նպատակով, թե սենց նպատակով, թե բարեկամ, ծանոթ, անծանոթ, այնքան որ մեր դուրն են գալիս, միշտ մեր մոտ սովորություն է, իմ մոտ սովորություն է, գնում եմ, ճանապարհում եմ, չգիտեմ, դա ինչ երևույթ է, ուշադրություն ասեմ, ինչ ասեմ, երևի դա մեր հայերիս մեջ այդ ձև է, չգիտեմ, մի քիչ գովանք էլի մեր հայ ազգին, այս ընթացքներում այնքան բաներ ենք տեսնում, սիրելի հետևորդներ ջան, երբեմն էլ շատ խորը հիասթափություններ ենք ապրում էլի,
հայ ազգը շատ բարձր մակարդակներով ազգ է, բայց թե գեղ չկա էլի որ շունչ չլի, գիտեք էլի, լավն էլ կա, վատն էլ կա եւ ամեն ազգում էլ կա, այս թե մի դրանից չեմ ուզում խոսեմ, շատ ուրախ եմ, որ իմ գործն է լավ, սիրելի հետևորդներ ջան, այս ավազը որ բերի, պետականորեն հենց կա էլի, ծախում են, մարդկանցուն պետք է, առնում են, ավտոյին վարձում ու բերում են, ավազի փողը առանձին եմ տվել, վարորդի փողը առանձին եմ տվել, սիրելի հետևորդներ ջան, մենակտի հարց առաջանում իմ մոտ եւ քանի որ առանց հարցնելու եմ նկարել այդ մարդուն, թենց ստացվեց, ինքն էլ այնքան լավ բարի մարդ է, հիմա չգիտեմ այդ կադրերը տեղադրեմ թե չէ, չեմ կարծում որ դրանով ես ինչ-որ մեկին վնաս եմ տալիս, առևտուր է, նույնն է ոնց որ գնում ենք խանութ, առևտուր ենք անում, փողը տալիս ենք, առնում ենք, բերում ենք, հա, թե ինձ էլի, ուղղակի չգիտեմ էլի, եւ սիրելի հետևորդներ ջան, ես ուզում եի, որ այդ պահը, որ շատ հետաքրքիր է շատերիս համար, թե ոնց է սամասվալը դուռը մտնում, ոնց է սամասվալը բարձրացնում ու ավազը թափվում է, ամեն դեպքում ես կարայի ավելի մանրամասը նկարեմ, բայց ինձ թույլ չտվեցի, այդ իրավունքն արդեն ես ինձ թույլ չտվեցի, մենակ մեքենան դուռը մտնելու պահը, մեր բարև վայլուսը, մի խոսքով էլի սիրելի հետևորդներ ջան, մեր կյանքը հիմա չգիտեմ, ասեմ բարդացել է, չէ, մենք ենք բարդացնում կամ հեշտացնում մեր կյանքը, ես չեմ ուզում, որ բարդանա մեր կյանքը, ես ուզում եմ հեշտ լինի բոլորիս համար, ինքներս չբարդացնենք, ուրեմն եւ միշտ մարդիկ կան, չէ, որ ասում է, դե լավ, հա, թեթև ապրի, հա, եկեք թեթև ապրենք եւ եթե անգամ ինչ-որ մի բան, ապա թեթև տանենք, եթե ինչ-որ մի գործով բացի ինձ, ինչ-որ մեկը իմ կադրում երևում է, պատահաբար, թե ասենք իմ կամքով, ապա այդ ամեն ինչի համար ես եմ պատասխանատու եւ այդ իրավունքները իմ վրա եմ վերցնում, սիրելի հետևորդներ ջան, այս էլ իմ աշխատանքն է, շատերդ գիտեք, որ վլոգերությունը նույնպես աշխատանք է, այս էլ իմ աշխատանքն է եւ ես հնարավորինս գեղեցիկ ձևով նման պահերը ուզում եմ ներկայացնել փոքրի շատ է, որպեսզի իմ հետևորդների համար հետաքրքիր լինի եւ չեմ ուզենա, որ ոչ մեկի համար խնդիրներ առաջացնել, ես ինքս խնդիրներ առաջացնող չեմ, ես ինքս խնդիրներ կարգավորող եմ, մի խոսքով սիրելի հետևորդներ ջան, ամեն դեպքում մոնտաժային աշխատանքներ կատարելու ժամանակ ես հնարավորինս այնպես կանեմ, որ ասենք լավ պահերը ձեզ ցույց տամ, ավելի հետաքրքիր պահերը ձեզ ցույց տամ, թե ոնց է մեքենան դուռը մտնում, թե ոնց է այդ ավազը սամասվալը բարձրացնում, մի խոսքով ինչու եմ այսպես ասում, քանի որ արդեն դուք ինձ հասկանում եք եւ հիմա սիրելի հետևորդներ ջան, ինձ ինչ է մնում, որ էլի վառոդները փակեմ, այդ շուռուբը որ հանեցի ջերվիս է, էսա, այս էլ մանրն է, վճարեցի, տեղում վճարեցի, 1000 դրամ մանր ունեցա, իշտ այս 1000 դրամները շփոթում ենք 10,000 դրամի հետ, չէ, այդպես սիրելի հետևորդներ ջան, շատ հարմար գնով առել եմ եւ այս մարդը շատ հարմար գնով իր մեքենայով բերեց իմ դուռը հասցրեց, շատ ուշադիր, նույնիսկ գումարից դուրս ես կասեմ, ինքը բարձրացավ, այդ ավազը հանեց ներքև լապատկով եւ ինձ շատ օգնեց այդ հարցում։ Ես իրեն հարցրեցի մինչ այս, մինչև որ դուռը կմտներ, ասեցի դե վառոդներից այդ կողմ բան անենք, ասեց չէ, բա ուստեն այդ դեպքում շատ է չարչարվում, դե գիտեք, ուստեն վարպետն է, սիրելի հետևորդներ ջան, հենց արև է, բայց նաև եթե շվակ տեղը կանգնում ենք, շատ ցուրտ է,
Հիմա սրել է հետևորդներ ջան, նաև այս Ռուբեկը, որ իրարից մի քիչ առանձնացած էր, էդ էլ տարիներ առաջ հենց եղել, ավտոն եկել ավելի բարձր, ասենք կահույքի ավտո կամ մեծ ավտոփետ բարձած, թենց կպել է ու թենց էլ մնացել է պոկված, շատ գործեր ունեմ էլի, բայց որ իմ տան տղամարդը տանը չի, որոշ բաներ մնում է էլի, ես ինչքան կարում եմ տղավարի այդ գործերը անում եմ, ինձ լավ գիտեք արդեն էլի դե այդ մարդը նենց արա, որ իմ խաղողի վազերը թե այս կողմը, թե այն կողմը մի տերև անգամ չպոկվեց, սիրել է հետևորդներ ջան, շատ շնորհակալ եմ իրենից, ինքը բարի մարդ է, հարգված մեր գյուղում, մենք կոֆեն էլ խմեցինք, բաժակները դեռ ընդեղ է, այս առաջին քայլերը, որ ասում եմ սկսեցի, ինձ համար շատ կարևոր է, սիրել է հետևորդներ ջան, որպես կին, որ այս գործը սկսեցի ու շարունակություն եմ տալի Աստծո հաջողությունով, թող Աստված իմ գործին հաջող շարունակություն տա, մեր աշխարհը խաղաղ մնա, շուտով ընտրություններ են, մեր երկիրը խաղաղ տանի այդ ընտրությունները, չեմ ցանկանա, որ քաղաքացիական բախումներ լինեն, բոլորս հայ ենք և Աստծո կամոք թող ամեն բան բարին կատարվի, բոլորս էլ մտահոգված ենք այդ ուղղությունով, այսօր ամսի 1-ն է և մի քանի օրից կհասկանանք մեր երկրի վիճակից, թող որ բարին կատարվի, հիմա սիրել հետևորդներ ջան, շատ գործեր ունեմ, որ պետք է շարունակեմ, ինչ ասեմ, դե ինձ լավ գիտեք էլի, այդտեղ մի քիչ ավազը դեպի ծաղկանոցս թափվեց, քանի որ այն մի կողմն էլ հարմար չէր, չգիտեմ, թենց ստացվեց, բայց որ վարպետը կգա, կխնդրեմ, որ առաջ այդ կողմից սկսի, հիմա ես ձեռք չեմ տա, ցույց կտամ ձեզ էլ, և հիմա գնամ վառոդներս փակեմ, քանի որ այստեղ եմ ու նորից տեսնում եք իմ վառոդների վիճակը, որ ներկված չէ, հիմա որ վարպետը կգա, սիրելի հետևորդներ ջան, այդ մարդ ամեն ինչից հասկանում է, և ինչ ասեմ, Աստծուց առաջ չընկնեմ, բայց ուզում եմ ասել, որ այդ գործն էլ եմ ուզում կազմակերպել, վառոդիս գործն էլ կազմակերպեմ, Աստված առաջ, կներկեմ, կսիրունանա, բայց այսքան ժամանակ էլ, որ հետ է ընկել, գիտեք էլի, որ մի բան հետ է ընկնում, թողնում ենք հետոին, իշտ այդպես էլ հետ է ընկնում, նաև հետ է ընկել այդ սետկեքը կպցնելու գործը, արդեն մի ամիս, եթե ոչ ավել, արդեն սետկի վրա կանանչա բռնել, սենց է ասվում էլի, այսօր էլ եմ նույնիսկ մարդկանց ասել, զբաղված են մարդիկ, չգիտեմ, չեն դուս չի գալի, հանել գլուխ չի գալի, սիրելի հետևորդներ ջան, չեն մերժում, ասում են հա կանենք, էսա գործից հետո, էսա այն մի օրը, ու տենց անհաջող է ստացվել, չգիտեմ ինչ ասեմ, այս ընթացքում էլ, որ ես վայր ընկա, ցենց էլի արդեն գիտեք ինչ վիճակի մեջ եմ, այսօր իմ ազատ օրն է, երկրորդ օրն է, որ ես ազատ եմ, վաղն էլ եմ ազատ լինելու, կվայել եմ իմ ազատ օրը, բայց ոտքս ոտքից չեմ գցի ու հանգստանա, գործեր ունեմ անելու, սիրելի հետևորդներ ջան, ամեն դեպքում սիմասա հետս պտտվում, ինչ որ տեղը լրացնում է իմ շների, հատկապես իմ ամենասիրելի շան, և սիրելի հետևորդներ ջան, քիչ-քիչ ինձ հանգստացնում եմ այդ ուղղությունով նաև, դե լավ, դե վառոդները փակեմ սիրելի հետևորդներ ջան, բայց մի հատ էլ եմ ես կոֆե ուզում եք կոֆե դրեք, պատրաստվեք, մի հատ էլ իրար հետ կոֆե կխմենք, վառոդները փակեմ, այս ավազը ցույց կտամ, հետո մի հատ ես կոֆե եմ ուզում, այս ինչ ագրավա, մի կրկրա աստեղ, գնա, այստեղ ագրավն ինչ մեղավորա, որ ինքն էլ ագրավ է ստեղծվել ու կրկռում է, բայց ժողովուրդը չի սիրում ագրավներին էլի։
շուրուբով ամրացվում, մի հատ էլ վերևից ունի հենա, բայց էլ հանել եմ ու չեմ դրել, մենակ ներքևինը պահում է։ Հիմա ստեղ հավասարացնեմ, ոնց որ թե էլ մեկի շատ է գնացել։ Մտա։ Էս էլ ես։ Սրան Պորտուգալիա ենք ասում։ Եվ հիմա սիրելի հետևորդներ ջան, ավազն էլ ցույց տամ ու գնանք մի հատ կոֆե փենք։ Սրտով ուզեցի։ Այնցան շոտ է գալի, այս լավ բուրմունք է գալի, վարդերս գնալով բացվում են, սիրելի հետևորդներ ջան։ Հիմա ավազը ցույց տամ, հեսա ստեղ։ Մի քիչ էս կողմ գամ։ Այն կողմս էդ կեքսեն, որ ասում եմ խոտա բռնել, հենա։ Ներքևն էլ, վերևն էլ։ Հա։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, ավազը այս կողմից ցույց տամ, որ այս հենց եկել է, լցվել է խաղողի վազի, այս մասը, ծաղիկները, ստեղ իմ ջուլպաններն են։ Հիմա ես ձեռք չեմ տա, սենց էլ կթողամ։ Շատ ընտիր լավ ավազ է, սիրելի հետևորդներ ջան, բիտոն անելու ավազ է, որ բալկոնի պոլը, որ տախտակներով է եղել, այսքան տարի ստեղ մի ոտքի անցկենալու տեղ ենք թողել, էս էլ է ավազ, խճաքարային ավազ է, որ էլի տարիներ առաջ վերանորոգում էի անում ու մի մասը բիտոն եմ արել բալկոնի, այսքանը մնացել էր ու սենց էլ քանի տարի է, երևի 5-րդ տարին է, գործ չեմ արել, ստեղ իմ արևները, մի հատ ավազի թեմայից շաղվենք էլի, իմ արևները սերմը թռել է ու ստեղ ինքն իրանով աճել ու հիմա կծաղկի, խնդրեցի այդ մարդուն, որ չբերի սրա վրա լցնի, որ այս ծաղիկներս չվնասվեն, այստեղ էլ կա, այս էլ արևի թուփ ու նմանապես սիրելի հետևորդներ ջան, պիոններս էլ են ընտիր, բայց հիմա ավազը ցույց տամ այս կողմից, ահա, 2 կուբ ավազ է, սիրելի հետևորդներ ջան, 2 կուբ ավազը, վարպետը եկավ, չափուձև արավ, արդեն գործը վերցրել է, բայց այս պահին ձեռքին գործ ունի, կիսատ գործ ունի, հոգիսատ չի թողնելու գա, մի 2 օրից կավարտի, հետո արդեն ես էլ պատրաստությունները տեսնում եմ, արդեն առաջի քայլը նորից եմ հիշեցնում, արեցի, սիրելի հետևորդներ ջան, այս կողմից էլ սենց, ահա եկել է լցվել է, բայց ես ձեռք չեմ տալիս, եղանակը շարունակվում է, այսենց ջինջ, կապույտ երկինք, որ ասում եմ, մի անգամ հիշեցի, որ մի հետևորդուհիս գրել էր, որ վայ, չգիտեինք, որ երկինքը կապույտ ա լինում, շատ ծիծաղեցի ու թենց էլ թողեցի այդ գրառումը, այսինքն, եկեք սիրելի հետևորդներ ջան, այս ամռան լավ օրով, ինչպես որ արևն ա ջերմացնում, մենք էլ միմյանց ջերմացնենք և բառերից չկպչենք, սիրելի հետևորդներ ջան, բա ոնց չասեմ, կապույտ ջինջ երկինք, այսպես, դե գնանք կոֆեի։ Այդ մի 2 բաժակը լվացի, սիրելի հետևորդներ ջան, մի հատ այս ջրիկաթիլները սրբեմ, այն կոֆեն էփեմ։ Կոֆես խմելուց հետո որոշել եմ գնամ մեղուներիս հետ աշխատեմ, քանի որ եղանակը այդքան լավն է, տրամադրությունս բարձր է, մեղուներիս հետ կաշխատեմ, բայց առանց ես, սիրելի հետևորդներ ջան, թունդ գործեր կանելու, պետք է ծտունս չհանեմ, չխոսամ էլի, սուս-պուս, իրանց հետ աշխատեմ, որիք չկծեմ։ Այսպես սիրելի հետևորդներ ջան, գդալը տարել է, քանի որ այդ մարդը կոֆեն քաղցրեր սիրում և բացի այն, որ
կողքը ես քաղցր էի դրել, մարդիկ կան, որ կոֆեն շատ քաղցր են խմում, չէ՞։ Հիմա այս կոֆեի գտալ է, ջուրը լցնեմ։ Եվ արդեն շուտով կեսօր է, իսկական մեղուների հետ աշխատելու պահն է եկել։ Այդ գործը կանեմ, հետո տեսնենք Աստծո հաջողությունով օրվա երկրորդ կեսը ինչ-որ մի գործով ձեզ կմիանամ, սիրելի հետևորդներ ջան, շատ ինձ հաճելի է, որ ձեր հետ զրուցում եմ և իմ գործերով կիսվում եմ ձեր հետ, իմ խորհուրդներով, դուք էլ իհարկե դուք էլ ձեր խորհուրդներն ունեք և միասին այսքան ջերմ ընտանիք ենք առաջացրել, ամառ է սկսվեց, սիրելի հետևորդներ ջան, ինչ ասեմ, բոլորիս բարի ամառ թող լինի, ես կսպասեմ իմ կոֆեի կողքը, մի քիչ երկար կսպասեմ և այս ընթացքում, որ այսքան գնացի եկա, ինչ որտեղ էլ նաև անհանգիստ, ամեն դեպքում իսկապես դա տղամարդու գործ է, որ ինձ նման շատ կանայք իրենց ձեռքն են վերցնում և անում են։ Դե ինչ, այսքանը սիրելի հետևորդներ ջան, այս պահին, օրվա այս ժամին, հունիսի 1-ին, դե մեր երեխաներն էլ, որ այսօր ինչքան են ուրախանալու, չեմ իջնի ներքև, նախապես ասեմ և իմ գործերով եմ լինելու, օգտվելով նաև իմ ազատ այս օրերից, որ գործերս մի քիչ առաջ տանեմ, առայժմ։